Փաշինյանը մի այսպիսի զգուշ արտահայտություն է անում իր գրառումներում։ Ես որպես հավատավոր եմ սա ասում, ես որպես հավատացյալ, այսինքն նա հրաժարվում է ցույց տալ, որ որպես վարչապետ է կռիվ տալիս այդ ինստիտուտի դեմ, սա իրավաբանության մեջ մանիպուլյացիայի համար է, թե իսկապես նա հավատացյալ է եւ ընդհանրապես նրան եկեղեցում երբևէ տեսել եք, թե ոչ։ Ոչ իբրև վարչապետ, ուր ինքը ունի կոնկրետ օրենսդրությամբ կաշկանդվածություն եւ սահմանափակումներ, եւ ոչ էլ առավել եւս որպես հավատացյալ, եթե ինքը անգամ հավատացյալ է, ինքը նման իրավասություններ չունի։ Հավատացյալը եկեղեցու հետ կապված հարցերը հանրային քննարկումների միջոցով չէ, որ պետք է կարգավորի։ Առավել եւս, երբ լուրջ կասկածներ կան, թե ինքը արդյոք ընդամենը նոմինալ հավատացյալ է եկեղեցու, թե իրապես ներգրաված է եկեղեցական կյանքում։ Ես դժվարանում եմ ասել, կդժվարանամ նաև նշել մի քահանա, մի եկեղեցական, որը վկայություն կտա իր օրինապահ հավատացյալ լինելու մասին։ Կդժվարանամ ուղղակի։ Սա կինը երգել է եկեղեցում, եթե ես չեմ սխալվում, Հակոբյանը։ Այդպիսի տեղեկություններ տարածվում էին, ու իհարկե դա հավատացյալ լինելու մասին կարծում եմ շատ համոզիչ փաստաթղթ չէ։ Հիմա գիտեք, Վասակ Սյունին էլ եկեղեցական կյանքում ինչ որ ներգրավվածություն ժամանակին ունեցել է, բայց դա արդարացում չի կարող լինել նրա հետագա գործողությունների։